2013 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից ընդունված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով հուլիսի 1-ից գործում է նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման եւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգ, որով առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են 21.5%-ով, կրթության ոլորտին 14%-ով, մշակույթին 29.6%-ով, պետական կառավարման ոլորտի աշխատողներին 47%-ով, քաղաքացիական ծառայողներին 68%-ով։ Նկատենք, որ ամենաքիչը բարձրանում է կրթության ոլորտի աշխատավարձերը ընդամենը 14%-ով։ Այսօր հանրապետության 1400-ից ավելի դպրոցներում աշխատում են 44,000 ուսուցիչներ, որոնց աշխատավարձերը ի դեպ աշակերտների թվի կրճատմանը զուգահեռ տարեցտարի նվազում է։ Երևանի թիվ 50 դպրոցի հաշվապահ Շողակաթ Բաբայանն ասում է, որ իրենց դպրոցի ուսուցիչների աշխատավարձը նույնիսկ նշված 14%-ով չի բարձրացել, եւ դա այն դեպքում, երբ աշտանը խոստանում էին բարձրացնել 40-ից 60%-ով։ Դպրոցի բոլոր աշխատողներին ուսուցիչ, սպասարկող անձնակազմ, բոլորին նույն տեմպով է բարձրանում։ Բարձրանում է ընդհանուր դպրոցում 8-ից 10%, սակայն հրապարակվում է, որ աշխատավարձը բարձրանում է մոտ 40-ից 60%, այդպիսի թիվ գոյություն չունի։ Այդ տոկոսները բարձրանում են նախարարություններում ու ավելի բարձր պաշտոնի մարդկանց, մինչև 300%, 300-ից ավելի տոկոս բարձրացում կա աշխատավարձի։ Հաշվապահն ասում է, որ դպրոցի 22 ուսուցիչներից միայն 2-ն են մեկ դրույքաչափով աշխատում եւ ստանում 74,000 դրամ, իսկ մնացածը կես դրույքով են աշխատում եւ ստանում են 30-ից 40,000 դրամ։ Եթե հաշվի առնենք, որ հուլիսի 1-ից պետական աշխատողների աշխատավարձերից պետք է պահվի նաեւ 5%-ի սոցիալական վճար, ստացվում է, որ ուսուցիչների գերակշիռ մասի աշխատավարձը բարձրացել է չնչին տոկոսով, հավելում է Բաբայանը։ Այսինքն 900 դրամ բարձրացում, ընդհանրապես։ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան Սոֆիա Հովսեփյանն ասում է, որ իշխանություններն այս քայլով հերթական անգամ ծաղրել են մանկավարժներին։ Իր 40,000 դրամ աշխատավարձին բարձրացման արդյունքում ավելացել է 1900 դրամ։ Պարզապես սա գոյատևել անգամ հնարավոր չի։ Ոչ մի վերահսկողություն գոյություն չունի այս երկրում։ Այսինքն իրենք անում են այնպես, ինչպես ուզում են, իսկ մենք ապրենք այնպես, ինչպես կարող ենք։ Մանկավարժի աշխատավարձը այսօր կենսաթոշակ ստացողի աշխատավարձին չի ոչ մի ձևով չի զիջում։ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն ասում է, որ քաղաքացիները պարզապես պետք է հումորով վերաբերեն իշխանությունների խոստումներին, որպեսզի այսօր նման իրավիճակում չհայտնվեն։ Որ ուղղակի չնչին գումար է կազմում եւ ընդհանրապես բարձրացում չէ, եթե հաշվի ենք առնում, որ մենք նաեւ դրա կողքը ունենք ասենք հոսանքի գնի թանկացում, նաև այլ թանկացումներ, որոնք կհաջորդեն բնականաբար այս որոշումներին։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջին անգամ չէ, որ կեղծ խոստումներ են տալիս, խոստանալով բարձրացնել, բայց չբարձրացնել, խոստանալով չթանկացնել, բայց թանկացնել։ Եթե չենք պայքարում, գոնե առնվազն պետք է հումորով վերաբերվենք դրան։ Ես օրինակ լինեի մանկավարժների փոխարեն ընդհանրապես բոլորին կոչ կանեի հավաքել այդ գումարը եւ ուղարկել Բաղրամյան 26։ Ֆինանսների նախարարությունից մեր այն հարցմանը, թե ինչ սկզբունքներով է այս հաշվարկը կատարվել եւ ինչու է ուսուցիչների աշխատավարձը բարձրացել միայն 8-ից 9%-ով, պատասխանեցին, որ աշխատավարձի առավելագույն եւ նվազագույն չափեր ուսուցիչների եւ բուժաշխատողների համար չի սահմանվում, քանի որ վերջիններս հանդիսանում են իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների աշխատողներ եւ ինչպես արդեն վերը նշվել է, ինքնուրույն են որոշում իրենց աշխատողների աշխատավարձերի չափերը։ Նախարարությունից նաեւ տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ միջին ամսական աշխատավարձի բարձրացումը կկազմի շուրջ 31%, իսկ աշխատավարձերի կարգավորման ոլորտն ընդգրկում է ավելի քան 233,000 աշխատատեղ։